Ղազախստանի Հանրապետության մեծարգո նախագահ, ողջունում եմ ձեզ եւ ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Սա ձեր առաջին պաշտոնական այցն է Հայաստանի Հանրապետություն եւ 2001 թվականից այս կողմ, այսինքն վերջին 23 տարիներին Ղազախստանի նախագահի պաշտոնական այց Հայաստանի Հանրապետություն տեղի չի ունեցել եւ այս առումով այցը շատ կարևոր է եւ արդեն իսկ կարող եմ արձանագրել, որ մեր մինչ այս պահը տեղի ունեցած շփումների ընթացքում մենք հասցրել ենք հարցերի բավական լայն շրջանակ քննարկել մեր երկու երկրների հետագա փոխհարաբերությունները եւ այդ փոխհարաբերությունների զարգացումը ապահովելու ուղղությունների վերաբերյալ եւ շատ ուրախ եմ արձանագրել, որ մենք այդ հարցերի վերաբերյալ ունենք ընդհանուր պատկերացում եւ նաեւ պատկերացնում ենք, թե ինչ կոնկրետ գործողություններ պիտի իրականացվեն։ Իհարկե այստեղ առանցքային տեղ ունի տնտեսական համագործակցության խորացումը, նաեւ քաղաքական համագործակցության խորացումը, նաեւ տարածաշրջանային հարցերում մեր փոխգործակցությունը եւ շատ ուրախ եմ այս առիթի համար։ Ուզում եմ ընդգծել, որ այս ամենով հանդերձ մենք չենք մոռանում մշակութային ոլորտի, հումանիտար ոլորտի համագործակցության մասին եւ այս տարի Ղազախստանում տեղի կունենան Հայաստանի մշակութային օրեր, մյուս տարի Հայաստանում տեղի կունենան Ղազախստանի մշակութային օրեր։ Նկատի ունեմ մեր օրակարգը իրականում բավականին հարուստ է եւ համոզված եմ, որ ձեր այցի արդյունքներով մենք որոշումներ կայացնենք, որոնք կծառայեն մեր համագործակցության բոլոր ուղղությունների հետագա խորացմանը։ Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք եւս մեկ անգամ ջերմորեն ողջունել ձեզ եւ ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք։ Մեծարգո Նիկոլ Վավայևիչ, հանդիպման մասնակիցներ, ես հաճույքով ընդունեցի ձեր հրավերը Հայաստանը պաշտոնական այցով այցելելու։ Մենք մեծ հարգանք ունենք հինավուրց պատմության, ավանդույթի հանդեպ եւ մշակույթի հայ ժողովրդի այսօրվա հանդիպումը 25-րդ ամյակն է նշում մեր բարեկամության եւ համագործակցության պայմանագրի Ղազախստանի Հայաստանի միջև։ Սա մեծ խորհրդանշական նշանակություն ունի։ Այս ընթացքում մենք ամուր հիմքեր դրեցինք հեռանկարային երկարաժամկետ փոխադարձ օգտավետ համագործակցության համար։ Քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում ակտիվորեն զարգանում է։ Ներդաշնակ աշխատանք է հաստատվել կառավարությունների եւ խորհրդարանների միջև երկու երկրների։ Մենք կարողացանք հաստատել արդյունավետ գործընկերություն նաեւ բազմակողմանի հարթակներում։ Մենք նման հայացքներ եւ ընկալումներ ունենք շատ միջազգային հարցերի ընդգրկման առևտրատնտեսական կապերը ամեն տարի ընդլայնվում են, երկկողմանի առևտուրը նույնպես վերջին 5 տարիների ընթացքում աճել է իր ծավալներով, բայց մենք դրանով չենք սահմանափակվում, մենք բավականաչափ ներուժ եւ հնարավորություններ ունենք աշխուժացնելու համար մեր փոխանակումները։ Այդ կապակցությամբ կարևոր է զարգացնել արդյունաբերական, տրանսպորտային, լոգիստիկ եւ գյուղատնտեսական ասպարեզներում։ Մեծ ապագա ունի նաև մեր համագործակցությունը նոր ասպարեզներում, ինչպես օրինակ թվանշայնացումը եւ ֆինանսները։ Վստահ եմ, որ վերջերս անցկացված բիզնես ֆորումը երկու երկրների ձեռնարկատերերի մասնակցությամբ նույնպես իր նպաստը կբերի այս համագործակցությանը։ Մենք մշտապես հետաքրքրված ենք ամրացնել մշակութային եւ հումանիտար կապերը մեր երկու երկրների միջեւ։